Հենց այս պահին նոր հեռախոսից է նայում, Իսրայելի տարածք է ներթափանցել ԱԹՍ-ն, այս պահին փնտրում են այդ ԱԹՍ-ին եւ մենք ուրեմն թիկունքի ծառայության հավելվածների միջոցով անընդհատ հեռախոսները ձեռքերումս սպասում ենք, թե ուր պետք է լինենք, ուր պետք է գնանք, որտեղ պետք է թաքնվենք եւ որքան ժամանակ ունենք։ Եթե դատենք օրվա քաղաքական հայտարարություններով, թե ժանում է պատերազմը։ Քաղաքական այո, բայց ռազմադաշտում այսօրվա ընթացքում, ողջ օրվա ընթացքում միայն գիշերն է եղել հարձակում Իսրայելի վրա, այսինքն չեմ ուզում ասենք նորից աչքով տալ ժողովրդի լեզվով ասած, գիտեմ որ գիշերը շատ թեժ է լինելու կրկին, շատ ցավոտ է լինելու, անցյալ գիշեր շատ ծանր էր մեր համար, Պետախտիկվայի հայկական համայնքը ականատես եղավ այդ պատերազմի ողջ սարսափներին եւ զոհեր մարդկային, ծանր վիրավորներ, փլատակներ, փլված շենքեր, այսինքն պատերազմը բավականին լուրջ է, Իսրայելը ասենք մեծամասամբ 99%-ով չի ուրեմն թիրախավորում խաղաղ բնակչության, իսկ իրանցիների համար ամենաշատ ամենացավոտը խաղաղ բնակչությունն է, որքան շատ սպանեն, որքան շատ վնաս հասցնեն, այնքան նրանց համար գուցե եւ հաճելի է եւ հրճվում են։ Կներեք, ես ժամանակ առ ժամանակ ստանում եմ օդային տագնապի, ասենք, հաղորդագրություններ, կխոսենք այնքան, որքան ձեր թույլտվությամբ լինի հնարավորություն։